Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, էլ ավելի թեժ, լարված ու անկանխատեսելի վերլուծությունը։ Իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ էկրաններից կտրվելն ուղղակի անհնար է դառնում։ Հարմար տեղավորվեք, քանի որ այսօրվա տեսանյութում մենք ոչ միայն կքննարկենք նորագույն սերիայի շոկային դրվագները, այլև կկիսվենք մի բացառիկ ու սենսացիոն կանխատեսումով, որը հաստատ կփոխի ձեր պատկերացումները սերիալի ապագա զարգացումների մասին։ Սկսենք Հարութի և Մանեի բարդ հարաբերություններից։ Լուրջ վեճից հետո նրանք վերջապես առանձնանում են անկեղծ զրուցելու և իրենց հարաբերություններում պարզություն մտցնելու նպատակով։ Մանեն, հասկանալով, որ կարող է ընդմիշտ կորցնել Հարութին, դիմում է հոգեբանական շատ նուրբ ու զգայուն քայլի։ Նա խոստովանում է, որ Հարութը ոչ միայն իր կյանքի առաջին տղամարդն է, այլև ընդհանրապես առաջին մարդը, ում նա իսկապես սիրել է։ Մանեն բացում է իր հոգու վերքերն ու պատմում, որ մանկատանը մեծանալով անհնար է որևէ մեկին սիրել, քանի որ այնտեղ դու մշտապես որբ ես, լքված ու միայնակ։ Լսելով այս ծանր ու հուզիչ խոստովանությունը, Հարութի սիրտը մեղմանում է։ Նա անսահման բարի անձնավորություն է, ուստի որոշում է ներել կնոջ սուտը, քանի որ պարզապես չի ցանկանում կորցնել նրան։ Մինչ Հարութը փորձում է փրկել իր սերը, նվերը գնալով ավելի է կորցնում ինքնատիրապետումն ու կտրվում իրականությունից։ Նա բառից բուն իմաստով գազազած գալիս է Մինասի տան մոտ և դուրս կանչում Էլենին։ Երբ Էլենը դուրս է գալիս, նվերը կոպտորեն ստիպում է նրան նստել իր մեքենան, պահանջելով անհապաղ բացատրություններ տալ։ Նվերի ուղեղում դեռ պտտվում են Սեդայի նյարդային պոռթկման պահին ասված խոսքերը։ Նա Էլենից հիստերիկ կերպով պահանջում է ասել արդյոք Սեդան ճիշտ էր ասում, արդյոք ամեն բան եղել է նրա համաձայնությամբ, և արդյոք նա ու տաքսիստը միասին են գիշերն անցկացրել։ Էլենը, լսելով այս ցնորամիտ ու վիրավորական հարցերը, վերջնականապես հունից դուրս է գալիս, հասկանալով, որ նվերն ուղղակի հիվանդագին կասկածամտությամբ է տառապում։ Իսկ իրադարձությունները Հարութի շուրջ սկսում են զարգանալ աղետալի արագությամբ։ Քիչ անց ոստիկանության աշխատակիցները ժամանում են Հարութի տուն, նրան պաշտոնապես ձերբակալելու նպատակով։ Սակայն Հարութը տանը չէ, և բակում նրանց դիմավորում է միայն մայրը։ Խեղճ կինը զարմանքից ու վախից պարզապես շոկի մեջ է ընկնում։ Նա սարսափում է այն մտքից, որ իր որդին կարող է պատասխանատվություն կրել մի հանցանքի համար, որը երբեք չի գործել։ Այս ամենի մասին շատ արագ իմանում է նաև Մինասը։ Նա վերադառնում է տուն և Սեդային տեղեկացնում, որ տաքսիստի ալիբիներն այդպես էլ չեն հաստատվել, քանի որ մեքենա պատվիրողին չեն գտել։ Մինասը ենթադրում է, որ Հարութը վախից փախել է ու թաքնվում է ոստիկանությունից։ Նա խստորեն հորդորում է քրոջը դուրս չգալ տանից, զգուշացնելով, որ հուսահատված տաքսիստը կարող է գտնել ու վնասել նրան։ Բայց ճակատագրի հեգնանքով Մինասի խոսքերը Սեդայի մտքում լրիվ այլ, անսպասելի գաղափար են ստեղծում։ Նա որոշում է ինքնուրույն օգնել Հարութին թաքնվել ոստիկանությունից։ Այս անսպասելի որոշումը պատահական չէ և տանում է դեպի մեր այն բացառիկ կանխատեսումը, որի մասին խոստացել էինք պատմել։ Ինչպես մենք արդեն բազմիցս նշել ենք, իրականում տաքսիստն ամբողջովին անմեղ է, իսկ նվերի կույր վրեժխնդրությունը ճակատագրական սխալ։ Առաջիկայում Մանեն, տրվելով նվերի գայթակղություններին, կդավաճանի Հարութին, ինչը կհանգեցնի նրանց վերջնական բաժանմանը, իսկ նվերն իր անվստահությամբ ընդմիշտ կսպանի Սեդայի սերը։ Եվ հենց այս ծանրագույն պահին, երբ Սեդան կփորձի փրկել անմեղ Հարութին ոստիկանությունից, նրանց միջև կառաջանա խորը հոգևոր կապ։ Ճակատագրի հարվածներից կոտրված այս երկու երիտասարդները, հասկանալով միմյանց մաքրությունն ու անկեղծությունը, անխուսափելիորեն կսիրահարվեն։ Նրանց ընդհանուր ցավն ու անարդարության դեմ պայքարը կդառնա այն ամուր հիմքը, որի վրա կկառուցվի նրանց իսկական սերը։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, արդյոք Սեդային կհաջողվի գտնել Հարութին ավելի շուտ,
քան ոստիկաններն ու նվերը կհասնեն նրան։ Եվ արդյոք Հարութը կընդունի Սեդայի օգնությունը այս ծայրահեղ իրավիճակում։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու սպասելիքները մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ եւ կքննարկեմ ձեզ հետ։ Չմոռանաք նաև հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել մեր ալիքին, ամենաճշգրիտ եւ ինտրիգային վերլուծությունները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շուտով։